Մի բան էլ ես հարցնեմ, պարոն Հովհաննիսյան, քանի որ մենք հիմա ճիշտ է քննարկում ենք 2025 թվականի կատարողականը, հա, բայց իրականում ինքը կարելի է ասել կառավարության ամփոփիչ, այսպես ասած, բնույթ է կրում, ճիշտ է, մի տարվա հարցն ենք քննարկում, մենք կարող ենք արձանագրել, հաշվի առնելով նաև նախորդիվ մեր քննարկած կատարողականները, որ ընդհանուր առմամբ կառավարությունը իր 5 տարվա ծրագրի առումով արդյոք միայն մակրոտնտեսական օրինակ ցուցանիշների մասով ինքը պահել է իր այն թիրախները, որոնք որ դրվել են ծրագրում ի սկզբանե։ Այո, եթե մենք նայում ենք ընդհանրապես, եթե հարց տանք դասական առումով որն է հարկաբյուջետային քաղաքականության նպատակը, հիմնական մի քանի նպատակ կա. տնտեսական աճ, եկամուտների առավել հավասար բաշխում, զբաղվածության մեծացում, գործազրկության նվազում, աղքատության նվազում, հիմնական սրանք են թիրախները, կարելի ասել այս բոլոր ուղղություններով մենք ունեցել ենք տեսանելի, շոշափելի աճ, ընդ որում կարելի է դա նայել, բայց ինձ թվում է այնպիսի առաջընթաց, ինչպիսին մենք ունեցել ենք այս վերջին 5 տարիներին, մենք այդպիսի առաջընթաց երբեք ոչ մի 5 տարում չենք ունեցել։ Եվ բազմագործոն, այսինքն եղել է 5 տարի, երբ որ մենք ունեցել ենք ավելի մեծ տնտեսական աճ, բայց եկամուտների բաշխման, աշխատատեղերի ստեղծման առումով այսպիսի արդյունավետ աշխատանք չի եղել երբեք։ Եվ այդ առումով կարելի է ասել, որ արդյունքները, որը մենք արձանագրել ենք վերջին 5 տարիներին, իրոք շատ տպավորիչ են եւ առաջիկա 5 տարիների համար մեզ համար սահմանում են լրիվ նոր որակի նշաձողեր։ Այսինքն մեր անելիքները էապես փոխվելու են առաջիկայում, որպեսզի մենք այս ձեռքբերումների վրա կարողանանք ավելի մեծ քայլերով առաջ գնանք։ Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան, անկեղծ ասած, որպես քաղաքական գնահատական կարող եմ ասել, որ նաև կարծում եմ այդ հաստատումը մենք նաև ժողովրդի կողմից ստացանք վերջին ընտրությունների արդյունքում, այն կատարված աշխատանքի, ինչ որ կառավարությունը կատարել է, հետևաբար այսքանով երևի կարող ենք ամփոփել, եթե ավելացնելու որևէ բան ունեն մեր գործընկերները։ Ես ընդհանրապես ուզում ասեմ, որ սա ձեր ասած հաստատումը նշանակում է, որ այն ինչ որ մենք ունենք թվերով եւ հաշվետվություններով, իրական կյանքում, մարդկանց կյանքում բան է փոխել եւ մարդիկ դա նկատում են։ Այսինքն սա ուղղակի թվեր չեն, վիճակագրություն չի, այլ իրական գործողություններ են, որոնք փոխում են մեր կյանքի որակը, մեր համայնքների պատկերը եւ ընդհանրապես մեր պետության զարգացման մակարդակը։